Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 S Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասենք բանալ հել չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք S600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Zaporožets գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության։ Մենք ընդհանրապես իդեալի այդ մղումից պետքա հրաժարվենք, որովհետև իդեալի մղումը մեզ անդադ տանում է փակուղիներ կամ անդադ գցում է միֆերի մեջ։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաեւ, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգ ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում։ Սա սև ուրփաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրփաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Այն հին ժամանակներում առողջության ապահով այս համակարգի ներդրում մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, դե, ասենք միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել։ Դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետքա հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Ֆինանսների նախարարն է տենց խորամանկ ժպտում է, իզուր է ժպտում ֆինանսների նախարարը խորամանկ։